Սահմանադրական դատարանի դատավորներին և տեղակալներին նախատեսվում է հատկացնել 48 միլիոն դրամի չափ հավելավճարներ։ Նոր կարգավորումներն էր սահմանում։ Արդարադատության նախարարն այսօր նշել է, որ վարձատրության հիմնական դրույքաչափը չի փոխվում, քանի որ աշխատավարձերի գործակիցները պետք է վերանայվեն հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում։ Մինչև այդ հավելավճարների մեխանիզմը դիտարկվում է որպես միջանկյալ լուծում և ապագայում կներառվի պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը սահմանող օրենքում։ Պատասխանելով հարցին, թե որքան կավելանա Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, նախարարն ասել է, որ հստակ թիվ նշել չի կարող, քանի որ այն կախված է դատավորի ստաժից և կարող է կազմել մոտավորապես 200-ից 400 հազար դրամ ըստ տարիների։ Պետական եկամուտների կոմիտեն անցած ամսվա ընթացքում ստուգումների արդյունքում արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 381 դեպք, որոնց համար ընդհանուր առմամբ սահմանել է շուրջ 171 միլիոն դրամ տուգանք։ Խախտումները հիմնականում գրանցվել են մթերային խանութներում, մրգի և բանջարեղենի առևտրում, հանրային սննդի, ինչպես նաև հագուստի և կոշիկի վաճառքի ոլորտներում։ Միաժամանակ հայտնաբերվել է 194 չձևակերպված աշխատող, իսկ տուգանքների ընդհանուր չափը կազմել է 48 միլիոն դրամ։ Այս խախտումներն էլ առավելապես վերաբերում են հանրային սննդի, մթերային առևտրի և շինարարության ոլորտներին։ Անկանխիկ գործառույթների մասին օրենքի պահանջների խախտման հետ կապված էլ արձանագրվել է 20 դեպք, որի արդյունքում հարկ վճարողներին տուգանել են 7,2 միլիոն դրամով։ Բռնության հետևանքով կլինիկական մահ տարած մեկամյա երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Նա բժիշկների հսկողության տակ է։ Առողջապահության նախարարը վստահեցրել է, որ անձամբ է ամեն օր հետաքրքրվում երեխայի վիճակով և բարձր է գնահատում բժշկական անձնակազմի աշխատանքը, որի շնորհիվ հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Ավելի վաղ տեղեկություն եղավ, որ Երևանում 1 տարեկան 2 ամսական երեխայի սպանության փորձի կասկածանքով կալանավորվել է նրա 38-ամյա խոտ մայրը։ Դատախազության տվյալներով երեխայի նկատմամբ շուրջ 1,5 ամիս պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին կատարվել է ապօրինի կյանքից զրկելու փորձ։ Դեպքից հետո երեխան կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն։ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ սպանության փորձի հատկանիշներով։ Սկանդալ Վեդիի բժշկական կենտրոնում տնօրենի կողմից պետական միջոցների հնարավոր վատնումը կապվում է մոլախաղերի հետ։ Առողջապահության նախարարն այսօր խոսել է դեպքի մասին և նշել, որ կա քրեական վարույթ, ինչը գնահատում է որպես ծայրահեղ լուրջ խնդիր։ Դեպքի արդյունքում առողջապահական համակարգում վերահսկողության բացեր են ֆիքսվել։ Նախարարի խոսքով հիվանդանոցներում տնօրենների ֆինանսական և բանկային հոսքերի վերահսկման մեխանիզմների վերանայման պրոցես են սկսել։ Ավանեսյանը վստահեցրել է, որ Վեդիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարված են։ Հուշհաստատությունը գործում է բնականոն ռեժիմով, նշանակված է նոր ժամանակավոր ղեկավար, իսկ գործընթացը գտնվում է նախարարության անմիջական վերահսկողության տակ։ Նախարարը նաև նշել է, որ իրավապահ մարմինների հետ շարունակում են համատեղ աշխատել Վեդիի բժշկական կենտրոնի կորցրած գումարները վերադարձնելու համար։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։